կարևոր է գիտակցել, որ սատանան ձգտում է մաղել նրանց, ովքեր սպառնում են իր աշխատանքին։ Նա գնում է այն ծառերի հետևից, որոնք պտուղ տալու ամենամեծ ներուժն ունեն։ Հենց դրա համար էլ սատանան ուզում էր մաղել Պետրոսին։ 3 տարի շարունակ Պետրոսը հանում էր դևերին և բժշկում հիվանդներին։ Ես հավատում եմ, որ երբ սատանան լսեց, որ Տեր Հիսուսը խոստացել է աշակերտներին ևս մեկ մկրտություն, այսինքն մկրտություն Սուրբ Հոգով և կրակով, նա դողաց։ Այժմ սատանան լսել էր Պետրոսի համար Աստծո վերջնական ծրագիրը, և նա հասկացավ, որ վերջին 3 տարիների գործերը ոչինչ են լինելու այն բանի համեմատ, ինչ Պետրոսը և մյուս աշակերտները իրականացնելու էին։ Սատանան փնտրում էր կոռուպցիայի մի չափանիշ Պետրոսի մեջ, որի վրա նա կարող էր կառուցել Պետրոսի հավատքի ձախողումը։ Միգուցե հիմա դուք էլ Պետրոսի նման ցնցվում և մաղվում եք, միգուցեև հարցնում եք, բայց ինչու ես, բայց ինչու հիմա։ Ամենից առաջ պետք է ուրախ լինեք, որ նման համբավ ունեք դժոխքում։ Սատանան մաղում է ձեզ, քանի որ դուք կարևոր դեր եք խաղում Աստծո եկեղեցում այս վերջին օրերում։ Աստված ինչ-որ նոր բան է անում այս վերջին սերնդում, և դուք զատված եք նրա կողմից շատերի համար զորավոր վկա լինելու համար։ Որքան մեծ են ձեր պարգևները և որքան մեծ է ձեր նվիրումը Աստծո կամքին, այնքան մեծ կլինի ձեր ներուժը և ավելի խիստ կլինի ձեր մաղման ընթացքը։